Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Մենք շատ լավ ենք։ Դուրս ենք եկել համ զբոսնելու, համ գնում ենք Ալեա հյուրատուն, Արմինեին հյուր։ Այսպես ընտրեցինք կարճ ճանապարհով են գնում, չնայած որ շատ քարքարոտ է, բայց դե հաղթահարեցինք։ Առավոտյան ժամը 11-ին, 12-ին պետք է գնայինք, բայց երեխեքը քնեցին ու եկավ ժամը 3:30 ենք տնից դուրս եկել։ Հով եղանակին, զով եղանակին գնում ենք Ալեա հյուրատուն։ Մնացեք մեզ հետ սիրելիներս, մեզ բարի ժամանց, իսկ ձեզ բարի դիտում։ How is it? He's got it. It's really Ստեղ Շահենին ենք հանդիպել։ Մեկ վասություն է, ցած դառնում են ականքներին բան են խրում, ոչ կծի։ Նստի գնում է պապան, նույն գնում։ Մին եմ ճան։ Նստի։ Արյո։ Նստի շայլա նստածու դե։ Նստի ազիզ, պապան հետո կգա։ Կբերեմ հետո գամ։ Գնանք քշենք։ Հələ տեսեք որտեղա ծառը դուրս եկել, տոնածառը։ Շենքի հենց գլխին դուրս է եկել քարերի միջից։ Տեսնում եք, որ բնությունը ուղղակի հրաշալի է։ Այնքան հրաշալի, որ մեզ նույնիսկ ապացուցում է իր հրաշքները։ Սիրուններս, այս շենքի գլխին դուրս եկող տոնածառը հիմա դուրս եկած է, մի կողմից կթվա թե քանդվաշինություն է, ոչ շունչ ունի, ոչ բնակիչ ունի, բայց ոնց որ ասած այդտեղ կյանք կա, նույնն էլ մարդկային կյանքում, որ մենք թվում է թե ամեն ինչ չորացած է, ամեն ինչ այսպես քանդված ավիրված է, բայց մեկը չես կարող ասես, թե Աստված ինչա պատրաստել քո համար, ու չես կարող ասել, թե Աստված ոնց է ուզում քո կյանքը ծաղկեցնի, լցնի։ Այս շենքի օրինակը, Եղևնու օրինակը, հենց դրա օրինակն է, որ այնտեղ էլ ոչ մարդկային շունչ կա, ոչ գեղեցիկ տեսք կա, ոչ էլ բարելաված արտաքին, բայց այնտեղ կա այդ բնության շունչը, այսինքն այնտեղ արդեն կա ծաղկումը, կա այսպես ասած կյանքը։ Նույնն էլ մարդկանց դեպքում է, այնպես որ երբեք մի ասեք մեր կյանքը լիարժեք չի, մեր կյանքը չորացած է, մեր կյանքը ավիրված է, որովհետև Աստված ծրագիր ունի ամեն մեկիս համար։ Մենք չգիտենք, թե մեր կյանքը երբ ծաղկում կապրի, կամ մեր ներսում ինչ արմատներ կան, որոնք մի օր պտուղներ են բերելու մեզ համար։ Դրա համար այսպիսի օրինակները պետք է շատ լինի։ Բնությունն էլ այնքան հրաշալի է, որ իր ստեղծարարությունը, իր գեղեցկությունը ամենտեղ դրսևորում է։ Մենք էլ մեր աչքով տենում ենք մեր այս լավ բնությունը, այս լավ օդը։ Սա Ալեա տանող ճանապարհն է, կարելի ասել, դեռ Ալեայում չենք, չէ՞։ Արդեն այն կողմում կտեսնեք, եթե շատ մոտիկանա հյուրատունը, քանի մետրից, քանի մետր կլինի ստեղից ընդեղ։ 10 րոպեից 5 րոպեից այնտեղ ենք։ Արդեն մենք հյուրատունը նկատում ենք։ Աշ։ Չի, դեռ չի քնե։ Լավ էլ նստած է։ Մալազից աշոտիս։ 6 ամսեկան է, բայց արդեն հեծանիվին նստում է։ Հա, հեսա 7 ամսեկան է։ Իմ երեխեքը այդպես են, իրենց տարիքի համեմատ, իրանք շատ, այսպես ասած, էներգիայով էլ են լի, թե աշխուժությամբ,
90 կսել, Աշոտի կսել հիմա, փոքր ժամանակ, այսպես փոքր որ sense կոպիտ ասեմ, դմբրված չեն եղել։ 90 կսել լավ ժիր եղել, 5-6 ամսեկանում Աշոտի կսել 4 ամսեկանից սկսած, լավ ժիր, բոլորի հետ ծիծաղում, բոլորի հետ շփվում։ Հիմա Աշոտի կինով տեսնում է, ասում է, այս երեխեն լույս է, այս երեխու աչքերի մեջ այնքան բարություն ու սեր կա։ Ես իմ երեխեքին չեմ գովում, ուղղակի ասում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր որ իմ երեխեքին տվել են իրենց կարծիքը, ասում եմ այնպիսի բաներ, որոնք որ լսել եմ իմ շրջապատից, ծանոթներից, անծանոթներից, բոլոր լավ մարդկանցից, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հետևորդներին, իմ հետևորդների մեջ նաև կա Հաննայիս Արիքի հետևորդները, Աննայիս հետևորդները, որոնք ինձ նույնիսկ շատ ջերմ խոսքեր են գրում մեկնաբանություններում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր որ իրենց գեղեցիկ խոսքը ուղղում են մեզ, ովքեր իրենց ժամանակը տրամադրում են մեզ, ովքեր մեր կողքին են, շատ շնորհակալություն։ Ես բոլորին մեկնաբանությունները կարդում եմ, բոլորիդ հատ առ հատ պատասխանում եմ, ոչ մեկին անպատասխան չեմ թողնում սիրելիներս։ Դուք մեր ընտանիքի մի մասն եք կազմում։ Դուք մեր ամենասիրելիներն եք։ Սիրում ենք բոլորիդ շատ։ Սիրելիներս, այստեղ Աշոտիկիս եմ քնեցնում, քանի որ Ալեա հասնելու ճանապարհին հեծանիվի վրա անհարմար դիրքում քնել էր, հանեցի հեծանիվից, բայց լացեց, արթնացավ, հիմա էլ քնեցնում եմ, քանի որ քունը գլուխն է ընկել, այդքան էլ չոր հեծանիվի վրա եկավ հասավ Ալեա հյուրատուն։ Սիրելիներս, եկել ենք Ալեա հյուրատուն, ես, մորաքույրս, մայրիկս, երեխաների հետ միասին եկել ենք Արմինեի հյուր, ինքը նաև տեղեկացված չէր, որ մենք գալու ենք իրեն տեսակցության, որովհետև ինքը շատ զբաղված էր, հյուրեր ունի, բոլորին այսպես ընդունել, ճանապարհել, դեռ ճանապարհելու փուլում չի, բայց ընդունել է եւ իր գործը պատշաճ կատարում է, դրա համար ինքը այդքան ազատ ժամանակ չուներ, որ իրեն զանգեինք, ասեինք, որ գալիս ենք, այսպես իրեն անակնկալ են կարել, շատ լավ անակնկալ հա, ովքեր չգիտեն, Արմինես էստեղի կարելի է ասել փոխտնօրենն է, այսինքն փոխարինողը տնօրենին, համ մենեջերը, համ տնօրենը, այսպես ամեն կառավարման հարցերը իր ձեռքերում է, ինքն է կառավարողը էստեղի, եկել ենք մեզ սուրճ է հյուրասիրում։
Ines? Bravo. Butara. Սիրելիներս խաղահրապարակի տարածքում ենք, շարժվում ենք դեպի տուն, որոշեցինք մի փոքր շուտ իջնել, քանի որ երեխաները խելոք չէին մնում, դե եղանակն էլ սկսվում էր փոփոխվել, սառաքամի էր փչում, կարող էր նաև անձրև գալ, հիմա շարժվում ենք դեպի տուն, սիրելիներս, մնացեք մեզ հետ։ Լեսուկի հետ մտանք խանութ, ասեցի Լեսուկին երկու քաղցր վերնեմ, մինչև տուն հասնենք երեխեն սոված էր։ Ստեղ իր համար սոսկա է վերցրել, չուպիկ սոսկան։ Մենք եկանք։ Մեր համար պաղպաղակ են վերցրել, գոնե պաղպաղակ ուտելով գնանք տուն։ Անի կարողա բառի բացել։ Հա, բացեմ ես ալ։ Բացել ուտել։ Այստեղ աշոտիկս քնել է, հեծանիվի վրա, Շահենին հանդիպեցինք, հիմա գնում ենք տուն։ Աղջիկներս նոր ենք տուն մտել, ոնց որ տեսակ աշոտիկը ճանապարհին քնեց, արդեն հասնելու վրա էինք։ Աշոտիկը ճանապարհին քնեց, լավ էր, որ Շահենը մեզ հանդիպեց, բերեց։ Պես մեքենան հեծանիվը ամբողջությամբ տեղավորեց մեքենայի մեջ։ Մենք եկանք տուն, աշոտիկին դրեցի, քնեց, երեխան երևի հոգնել էր, գիտեք, այդ կամ հեծանիվին նստել էր իր համար մի քիչ բարդ, որովհետև դե ինքը փոքր է, հեծանիվն է չոր է, էլի, այդ նստատեղը չոր է, երեխան շատ հոգնեց ջան։ Կեր Ազիզ ջան կակա։ Մաման քո համար կակա է առեք էր։ Բա դու ինչ ձևի կակա ես ուզում ինես։ Կական առել եմ, ասում ան ինես, կեր ասում անի կակա։ Ինչ ձևի կակա տամ։ Ինչ։ Ազիզ կակա է կիր։ Մաման քո համար առել։ Մեզ մոտ լույսը կտրել են, լույս չունենք։ Տանը ես եմ, Ինեսուկս ու Աշոտիկս, այսպես սպասում ենք, մինչև լույսերը միացնեն։ Հայրիկս էլեկտրոցանցումը աշխատում, զանգեցի, ասեց, որ Վանաձորի ցանջատումը տեղի ունեցել, երևի մոտավորապես մի ժամից կմիացնեն, բայց արդեն 2 ժամ է, որ հոսանք չունենք։ Այնքան դժվար է առանց հոսանքի, ոչ կարողանում ես հաց պատրաստես, ոչ կարողանում ես երեխու լվացացնես, ոչ մի բան ընդհանրապես, ոչ նորմալ քայլես, ինտերնետն անջատված է, Ինեսիկը մուլտիկ է ուզում,
այդ երկու բանը լույսը, ջուրը, գազը, որ անհրաժեշտություն է մեր կյանքում մեծ դեր է տանում, առանց դրա չեն կարող կարելի ասել ոչինչ անել։ Այդպես սիրուններս հիմա մենք նստած սպասում ենք, տեսնենք երբ է լույսերը միանալու։ Սիրելիներս լույսերը արդեն միացրել են, ես էլ անցել եմ գործի, ժարիտ եմ պատրաստում, այստեղ սառցեխցիկից հանել եմ խոզի սալ, կտորների եմ բաժանել, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր կտորների, տեղափոխել եմ թավայի մեջ, որպեսզի ինքը հալվի ու այդ իր յուղի մեջ տապակվի, տապակվելուց հետո կավելացնեմ կարտոֆիլը և կպատրաստեմ ժարիտը, այս տարբերակով շատ համեղ է ստացվում։ Մինչև ինքը կպատրաստվի, ես էլ այդ ընթացքում մաքրեմ կարտոֆիլը, որպեսզի պատրաստենք ժարիտը, քանի որ հեսա Շահենն էլ տուն կգա, ժամը 11:30 է, կես ժամում պետք է հասցնեմ պատրաստեմ, քանի որ հեսա տուն կգա։ Ժողովուրդ ջան, նույնիսկ իմ ծիծաղն է իմային վրա գալիս, որոշել էի ժարիտ պատրաստեմ, տեսակ որ սալը կտրատել էի, տեղափոխել էի թավայի մեջ, որպեսզի հալվեր, ես էլ ժարիտը պատրաստեի, մեկ էլ կարտոֆիլն եմ գնում բերեմ, որ կլպեմ, պատրաստեմ, տեսնեմ, որ կարտոֆիլ չունենք։ Չգիտեմ, հիմա ծիծաղեմ, թելացեմ ես ամենից։ Չէի տեսել, որ կարտոֆիլ չկա, դրա համար պատրաստում եմ գրեչկա։ Սիրելիներս, գրեչկայի ու ժարիտի պատմությունից հետո ուզում եմ ավարտել մեր այսօրվա վլոգը, շնորհակալություն դիտման համար, սիրում եմ ձեզ, գրկում եմ ձեզ, միացեք իմ ալիքին սիրելիներս, եթե բաժանորդագրված չեք, եթե հավանեցիք դրեք լայք, գրեք մեկնաբանություններ, սիրով կպատասխանեմ, գրկում և սիրում եմ բոլորիդ անչափ։